Եկեք մի քիչ ավելի այս ընդհանուր աղմուկի ջխորից դուրս է, որովհետև երբ մեկը գնում է բժշկի, բժիշկն առաջին հերթին ոչ թե դարակում եղած առաջին դեղն է տալիս, այլ փորձում է ախտորոշել, չէ՞։ Հիմա մենք տեսնենք հիմնապատճառը, ինչու էսպիսի բան եղավ։ Ասենք Նիկոլը Խելար էր, որ բռներ այդքան եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ նստեցներ, վեր կենար ազգային ժողովում հայախառն խոսեր, բարձրաստիճան եկեղեցականների մասին, կամ նրանք այդքան սրիկա էին, որ ատամները կրճտացնելով 4 ոտքը դեմ տված հանդես գային իշխանավորների դեմ, չէ, այստեղ լրիվ ուրիշ բան է գնում։ Կարծեմ թե մի քանի տարի առաջ իրար հետ խոսել ենք այս թեմայով, ոչ եկեղեցուն առնչվող, բայց դա նույն ակունքից է գալիս, նույն հիմնապատճառից։ Տարածաշրջանում գերտերության, տարածաշրջանի, այսպես ասած, նայողի փոփոխություն է տեղի ունենում, պրոմ զդաչա, ընդունում հանձնում։ Երբ հեռանում է մի կայսրությունը, դրան պետք է փոխարինի որևէ ցանկացած տարածաշրջանում մեկ ուրիշը, որովհետև անվտանգության համակարգերը բաց տեղեր չեն սիրում, դրանք պայթունավտանգ են, բացարձակ բացը տիեզերական պայթյուն է առաջացնում։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մի սրիկայություն արեց, Իրանից վերցված տարածքը, Իրան պետք Պարսկաստանային ժամանակա, Պարսկաստանից վերցված տարածքը հանձնում է Թուրքիային, Ադրբեջանը 1, որ Պարսկաստանինն էր, եւ Արևելյան Հայաստանը 2, հանձնում է Թուրքիային, առանց էլ մի բան հանձնել էր դեռ 21 թվականին Սուրմալուի գավառը իր կստմնելի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով։ Երբ որ հեռանում է կայսրությունը, իր ունեցած-չունեցածը բալանսի պիտի բերի, ինչ է հանձնում, ինչ է ընդունում։ Դրա համար մի կասկածեք, այս նույն տեղով նայեք, այս նույն տեսանկյունից նայեք նաև, թե ինչու հանկարծ այսպես ծալեցին երեկվային знак качествам վրաները KGB ագենտուրան հանկարծ դարձավ մոլլի հակառուս դարձավ։ Խելագար արևմտամետ դարձավ, երբ որ ընտանիքներում դեռևս շարունակում են ռուսերեն խոսել։ Հենց դրանք։ Որովհետև երբ հեռանում է, նույնիսկ գործակալական ցանցն է հանձնում։ Եվ պատահական չէ, ինչպես քաղաքական դասում, հասարակական դասում, դասակարգում, դվայնիկների, կրկնակի ագենտների, կրկնակի գործակալների ինստիտուտ է Հայաստանում, որ չեն հասկանում, սրանք հիմա երեկվա կագեբեշնիկներ այսօր ոնց է ցեռուշնիկ դարձել։ Հիմա երկուսն էլ, ոչ թե մեկն է մնացել, այլ երկուսը, նույն բանն արվում է մեր եկեղեցու հետ կապված։ Մեր եկեղեցին էլ որևէ մեկը կասկած չունի, չէ՞ որ խորհրդային միության ձևավորումից ի վեր, դրանից առաջ ռուսական ազդեցության գոտի էր։ Ռուսներն էին մեր եկեղեցում կաթողիկոսներին թույլ տալիս կամ թույլ չէին տալիս։ Օրինակ Իզմիրյան կաթողիկոսը ընտրվել էր, քանի որ Թուրքիայից էր գալիս, Ռուսաստանի չէր ընդունում, ասում չեմ ընդունում քեզ որպես կաթողիկոս այստեղ։ Բավականին երկար ձգվեց դա։ Մեր բանին նմանապես, մեր բոլորի սիրելի լավագույն կաթողիկոսներից մեկին, Խրիմյան հայրիկին նմանապես ցարը չէր ընդունում երկար ժամանակ, մինչև որ համաձայնեց, որ հաստատեն, թեկուզ ընտրությունը եղել էր, ընտրվել էր, բան եւ եկեղեցու մեր նույնիսկ կարգը համապատասխանեցվեց ցարական տրամաբանությանը, սինոդը ստեղծվեց, ինչպես Ռուսաստանում էր, այնպես էլ այստեղ ստեղծվեց։ Մեզանում այդ կարգը չի եղել։ Այսինքն, իհարկե, բնականաբար մտնում ես մի կայսրության կազմի մեջ, նրա կանոններով պիտի առաջնորդվես, մենք էլ են ուժը չունենք, ինչպես խորհրդացիներ ասում, փոքր ածու ենք, մեր ոտքերը մեր վերմակին համապատասխան պիտի մեկնենք եւ համակերպվում ենք։ Հիմա հանկարծ նորից Թուրքիան է տարածաշրջանում դերակատարություն ստանձնում։ Դրա համար պատահական չի, որ Թուրքիայի, ինչ ասեմ, վասալները, թուլաները, այն Փաշազադեն, Ալաշուքյուր Փաշազադեն, նրա բերանով պիտի առաջին անգամ ասվի, հրապարակ նետվի, հետո մեզանում սկսեն իրականացնել, բայց սա շատ լուրջ եւ խորքային եւ վաղուց պրոցես է, այլապես 18 թվականի այդ շատ գեղեցիկ, բայց ներկայացումից հետո անմիջապես չէր սկսվի նոր Հայաստան, նոր հայրապետ, այդ շարժումը չէր սկսվի, որտեվ տարօրինակ է, բնականաբար, հիմա սրանք բուն ռուսական են, կամ պիտի իրենք դեֆորմացվել ռուս-թուրքական դառնան, դվայնույի ագենտներ դառնան, կամ պիտի ուղղակի թուրքականը գա այստեղ, այդ կռիվն է գնում։
Մերոնք էլ դերակատարություն են ստանձնել Գիտակցված թե վերևներում բնականաբար գիտակցված այն ինչ ես գիտեմ բնականաբար սրա 10 չափը մեր վարչապետը գիտի եւ մեր կաթողիկոսը գիտի բայց այն ներքևներում ոչ ներքևներում պարզապես ուզում են օգտվել եւ կաթողիկոսարանի կրճոններից եւ կառավարության կրճոններից եւ ջանք չեն խնայում իրենց ստրկությունը, ստրկամտությունը, ծառայամտությունը ցույց տալու եւ որպեսի այն պարգևահաբերը, ինչպես շնիկների բերանն են կրկեսում գցում, իրենց բերանն էլ գցվի։ Վարչապետից ներքև բոլորին ես համարում եմ այդ պարգևավճարների համար կռիվ տվողներ բարձրաստիճան եկեղեցականներին նմանապես կաթողիկոսից ներքև բոլորն էլ այդ պարգևավճարների համար են, պարգևահաբերի համար են իսկ մերոնք էլ այդ կաթողիկոս վարչապետեր, որ ասացես ներկայացումը խաղում են, նրանք էլ ուրիշ տեղերից ունեն պարգևահաբեր ստանալու։ Թե չէ ում է ձեռք գալիս այսպիսի քաոսային վիճակ։ Քաոսային վիճակը ոչ միայն հոգևոր մակարդակում եկեղեցական իսկ եկեղեցին ինստիտուտ է, այդ անգամ հոգևորի հետ 21-րդ դարի եկեղեցին շատ քիչ կապ ունի, միևնույն է ինքը հոգևորի դաշտում է գործում եւ ինստիտուտ է անկախ ամեն ինչից։ Այս ինստիտուտների քայքայումը բնականաբար ձեռք է տալիս նրանց, ովքեր այստեղ խնդիր ունեն լուծելու, բայց ավելորդ գլխացավանք չեն ուզում ունենալ, այսինքն հիմնական ժողովրդային դիմադրություն չեն ուզում ունենալ։ Դրա համար ինչ է պետք անել, ժողովրդին կիսել երկու մասի։ Փառք Աստծո կիսված է ճակերտներում փառք Աստծոն, եւ էլ ավելի կիսկսեն։ Սա մեր վաղուցվա թեմաներ, մենք խոսել էինք այս մասին, խոսելով քաղաքական գործիչների դվայնոյ ագենտ լինելու մասին, հիմա ասում են չէ դվայնոյ ագենտ պիտի դառնան նաև մենակ կագեբեշնիկը քիչ է, էլի պիտի դառնան նաև բարձրաստիճան եկեղեցականները, իսկ ինչու վարչապետը հրաժարվեց, չէ՞ որ հրապարակավ համենայն դեպս ես մի երկու անգամ կոչ արել եմ, ասում եմ իր օրոք հենց միայն այս հարցով մի երկու անգամ, այլապես 90 թվականից սկսած եմ ես այդ խնդիրը ինչքանով իմ ուժերը ներել եմ բարձրացրել, բացեք KGB-ի արխիվները եւ այսպիսի երկպարակտում չէր լինի բացարձակապես ժողովրդի երկպարակտում եւ հիմա գնալ բոլոր եկեղեցիները այդ հանկարծահաս պատարակասերներ դարձան, հա, այդ սա խայտարակությունը գնալ եւ պղծել ամեն բան, ժողովրդի նյարդերն ավելի գժգռել, ավելի լարել եւ ուշադրությունը շեղել այն կարեւոր բաներից, ինչ մեր շուրջն իրականանում է, տեսեք այսօր ամերիկյան ներկայացուցիչը Պուտինի հետ է հանդիպում Մոսկվայում, Պուտինը թռնում է, չգիտեմ, Հնդկաստանում է հանդիպում ունենում նրանց վարչապետի հետ, Ֆրանսիայի նախագահը Չինաստանում, սրանք մենք գլոբուսից դուրս չենք, սրանք մեզ վրա ունենալու են շատ հստակ, կոնկրետ ազդեցություն։ Մենք սա չենք ուզում տեսնել կամ մեզ որպեսի այդպիսի բաները չնկատենք, ուղղակի շեղում են այլ ուղղությամբ, ասում են կաթողիկոսները խա ունի թե չունի։ Ուզում եք մի հատ բան բացեմ, թե չբացեմ, չգիտեմ։ Դուք երևի փոքր էիք այն ժամանակ 2008 թվականին, երբ 10-օրյա ցույցեր էին օպերայի Բաքում, որը դժբախտաբար հանգուցալուծվեց մարտի 1-ով, այդ 10 օրում հարթակի վրա առաջին 5 օրը պարոն Փաշինյանն էր վարում միտինգները, երբ ձայնը կատարվեց, վերջին 5 օրը ես էի վարում Տեր-Պետրոսյանի վիճարկման, այդ նախագահական վիճարկման հանրահավաքները։ Հիշում եմ, որ մի անգամ մի կին մեզ էլ պաշտպանում էին հարթակի վրա երիտասարդներ են, որ ամեն մեկը չբարձրանա վերև, գուցե պրովոկատորներ կլինեն։ Մի կին կպած ուզում էր բարձրանալ, նայեցին ինձ այդ տղաները, ասել լավ, թողեք թող գա։ Պարոն Փաշինյանն էլ մոտս էր եկավ եւ ասաց, այ կաթողիկոսը դրա մասին ասեք, չէ՞ որ երեք դուք ասել եք այո միտինգում ես նեղ սրտացություն էի արտահայտել նախորդ օրը, թե ինչու միթե 100,000 ժողովուրդը մեր կաթողիկոսի ժողովուրդը չէ, միթե մեզ ասելիք չունի, թող գասի ամոձս գնացեք տուն, կամ թող ասի լավ եք անում, կամ խաղաղվեք, ինչ որ մի բան, չէ՞ որ հոտին ասելիք պիտի ունենա, նեղ սրտած արտահայտել էի, դա իհարկե երկու հոգի տերտեր ուղարկել էր դրանից հետո, նույն օրը մի քանի ժամ հետո, 1-2 ժամ հետո, հաջորդ օրն այդ կինն եկավ, այդ տարեց կին էր, ես ու Նիկոլն ենք կանգնած, ասես գիտես կաթողիկոսները խա ունի, աղջկա անունն էլ տվեց, ասի դե հիմա կռուգում ու հայդե այլևս տղերքսան չթողնեք վերև բարձրանա։ Մենք բարոյականություն ունենք, անկողին չենք մտնում։ Մեր պայքարը մի շեղեք այդ ուղղությամբ։ Մեր պայքարը քաղաքական պայքար է եւ ոչ թե այո, անձնական։ Քանի որ այս սկզբունքը չպահպանվեց մեզանում, բարոյականության այս սկզբունքը չպահպանվեց, հիմա բոլոր կողմերից միմյանց հայհոյում են։
Այն բոլոր կողմերից մտել են մեկը մյուսի անկողինը, սա սոսկալի բան է, այսպես են կազմաքանդվում ազգերը, այսպես են ջլատվում նրանց ուժերը եւ արտաքին քամիներին, հողմերին այլևս չեն կարողանում դիմադրել։ Մենք մի հատ պիտի ստափենք, հա լավ Նիկոլ, հա լավ Գարեգին բ ձեզ վերևից ասել են, ձեր վերևից Մոսկվայից ասել են, այս խաղը խաղացեք, հա բայց մի այսքան հայություն չկա մեջները։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա ասեք, պարոն Հայրապետյան, որ այն 10 եպիսկոպոսները, որոնք կարծես թե համարձակություն ունեցան այնուամենայնիվ վեհափառին կոչ անելու գնալ հանգստի, նրանք իսկապես տեսնում են այդ վտանգները, գնահատում են եւ կարծում են, որ պետք է որ այս պահին պետության շահից հանդես գալ։ Չեմ բացառում, գուցեև տեսնում են։ Թե հնարավոր կոմպրոմատներից վախեցան իրենց Դա էլ չեմ բացառում, գիտեք, եւ այնտեղ եք ճիշտ, եւ այնտեղ եք ճիշտ։ Որովհետեւ իրենց վրա կոմպրոմատ չեմ կարծում, թե երիտասարդներից բացի ուրիշ որևէ մեկը չունենա բարձր եկեղեցականից։ Գուցեև երիտասարդներն էլ վերբով արել են։ Բայց նրանք ովքեր սովետական շրջանից են գալիս, գրեթե բացառված է, որ համագործակցություն եւ առնվազն ազդեցության գործակալ չլինեն եւ առնվազն իրենց վրա կոմպրոմատներ չունենան, գրեթե բացառված է, բայց չի կարելի բացառել նաեւ, որ գուցե մեջները հայություն է առաջացել, օրինակ բացարձակ մեղադրել չի կարելի, որ գնացին վարչապետի հետ հանդիպեցին, բայց հիմա երկրի վարչապետը հետ է, եթե մտածում եք, պիտի հանդիպեք, հետո պիտի խոսեք
գուցե կարողանաք ինչ որ կերպ ազդել, դրական մի բան անել, կամ գուցե ինքը ազդի ձեզ վրա, բայց այն որ շատ անկեղծ են, մի քիչ կասկածում եմ իրենց ձգտումների մեջ, մի քիչ, շատ չէ։ Մանրան կլորերեսներով նա եպիսկոպոս էր, արքեպիսկոպոս էր 10-ից 1-ը թե 8-ից 1-ը որ վարչապետ։ Ինչ էլի կենցաղային ինչ որ բաներ բացեց։ Ես հատվածներ եմ նայել հայկական հեռուստատեսություն, քանի որ չեմ նայում, ինչ որ սոցիալական ցանցերում կտրում գցում են այդ հատվածները, խայտարակություն է էլի։ Դրա համար կասկածում եմ, որ իրենք ինքնաբուխ հայրենիքի մասին մտածելով են գնացել, իսկ հայրենիք ասվածը բարեբախտաբար կամ դժբախտաբար առանց եկեղեցու 1700 տարվա եկեղեցու այսօր պատկերացնել հնարավոր չէ եւ չէ ուզենա որ պատկերացնենք։